ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այս նախագիծը իրականացվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր այսօրվա հյուրերն են մրցակցության պաշտպանության հանձնաժողովի քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարուսիա Միրզոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հանձնաժողովի վերահսկողական գործառույթների մեջ հատկապես էական նշանակություն ունի տնտեսվարող սուբյեկտների միջև տեղի ունեցող համակենտրոնացման գործարքների նկատմամբ վերահսկողությունը, եւ այս առումով շատ կարեւոր քայլեր հանձնաժողովի կողմից համակենտրոնացումների գնահատման ուղեցույցի ընդունումը, ինչի մասին էլ որ այսօր պիտի խոսենք, բայց նախ սկսենք համակենտրոնացումների գնահատման հարցից, ինչ է սա նշանակում, որն է սրա գլխավոր նպատակը։ Ինչպես նշեցիք, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությունը հանձնաժողովի կարևոր գործիքներից մեկն է։ Այս համատեքստում կուզենայի նշել, որ հանձնաժողովը համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողություն իրականացնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող գործարքների, կլինի դա միաձուլում, միացում, փայաբաժնի եւ ակտիվների ձեռքբերում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ գործարքների գնահատման միջոցով։ Այս պարագայում հանձնաժողովի կողմից համակենտրոնացումների գնահատման նպատակն է մրցակցային համակենտրոնացման արդյունքում մրցակցային ռիսկերի կանխատեսումը եւ բացահայտումը եւ սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերի բացահայտումը եւ կանխարգելումը։ Պետք է նշեմ, որ համակենտրոնացումների արդյունքում առաջացող մրցակցային ռիսկերը պայմանավորված համակենտրոնացման տեսակներից տարբեր են լինում, իսկ համակենտրոնացման տեսակները հետեւյալն են՝ հորիզոնական համակենտրոնացումներ, որոնք տեղի են ունենում միևնույն ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև, ուղղահայաց համակենտրոնացումներ, որոնք արդեն տեղի են ունենում արժե շուկայի տարբեր օղակներում գտնվող սուբյեկտների միջև, իրար մրցակից չհանդիսացող սուբյեկտների միջև եւ խառը համակենտրոնացումներ, որոնց պարագայում համակենտրոնացման մասնակիցները չեն գործում միևնույն ապրանքային շուկայում եւ այդ շուկաները միմյանց հետ փոխկապակցված չեն։ Այստեղ առաջացող հիմնական մրցակցային ռիսկերը, օրինակ հորիզոնական համակենտրոնացումների դեպքում, որոնք համարվում են հիմնականում ամենախնդրահարույց համակենտրոնացումները, կարող են լինել օրինակ համակենտրոնացման արդյունքում ապրանքային շուկայի մասնակիցների թվի կրճատումը։ Կամ ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կարող է մատակարար տնտեսվարող սուբյեկտը արգելել այլևս մատակարարումներ չիրականացնել մյուս իր մրցակից տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ինչ վերաբերում է խառը համակենտրոնացումին, պետք է նշեմ, որ սրանք ամենակիչ եւ ամենաքիչ խնդրահարույց հանդիսացող գործարքներն են եւ հիմնականում խառը համակենտրոնացումների դեպքում մրցակցային ռիսկեր առկա չեն լինում եւ հանձնաժողովի կողմից գնահատողական ֆունկցիան ավելի քիչ է լինում խառը համակենտրոնացումների պարագայում։ Ինչպես նշեցիք, հանձնաժողովը ընդունել է համակենտրոնացումների գնահատման ուղեցույց, այս տեսակ փաստաթղթի ընդունման համար ինչ նախադրյալներ կային եւ ինչ նպատակ է հետապնդում առհասարակ այս տեսակ փաստաթղթի ընդունումը։ Տեսեք, հիմնական կարգավորումը ոլորտի իհարկե տրամադրվում է օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Այսինքն մենք ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենք, որը կարգավորում է, այսպես ասած, հիմնական հարաբերությունները, այդ թվում նաև համակենտրոնացումների գնահատման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ ինքնին օրենքը, կամ օրենսդրական ակտը չի կարող իր մեջ ներառել կարգավորման առարկայի բոլոր մանրամասները, Նա տալիս է հիմնական գաղափարը կարգավորման։ Դրա ներքո մենք մշակել ենք կարգավորումների, այսինքն մեթոդաբանության երաստիճան համակարգ։ Առաջին աստիճանը դա կարգերն են։ Կարգը կրկին նորմատիվ փաստաթուղթ է, ինչպես օրենսդրությունը, բայց այն կենտրոնանում է կոնկրետ իրավախախտման կամ կոնկրետ լիազորության պարզաբանման վրա, բացատրելով հստակ գործիքակազմը, որը օգտագործվում է հանձնաժողովի կողմից, այսինքն գործողությունների շարքը եւ տրամաբանությունը, որը կատարվում է այդ լիազորության մասով։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք գերիշխող դիրքի վերաբերյալ, գերիշխող դիրքի սահմանումը կամ ապրանքային շուկայի սահմանման վերաբերյալ գոյություն ունի կարգ, որը սահմանում է թե ապրանքային շուկան ինքնին որ 5 հատկանիշների համադրությունն է, գերիշխող դիրքի դեպքում որ հանգամանքներն են դիտարկվում, ինչ է տնտեսական իշխանությունը, որովհետև ներկայացնել այս բոլոր հանգամանքները օրենսդրական ակտի մեջ կնշանակեր ստեղծել շատ մեծածավալ օրենսդրական ակտ խրթին ընթերցելու եւ ընկալելու համար,
այդ տրամաբանությամբ առանձին հատկանիշներն իջեցվում են կարգի մակարդակում պահպանելով նորմատիվ բնույթի փաստաթղթի, այսինքն այն պարտադիր է կիրառման համար։ Դրա ներքո արդեն կարգի ներքո ձևավորվում են ուղեցույցները։ Ուղեցույցն արդեն նորմատիվ փաստաթուղթ չէ, խորհրդատվական փաստաթուղթ է։ Նրա հիմնական նպատակը նկարագրելն է գործընթացի բոլոր փուլերը, իրենց բոլոր հնարավոր մանրամասներով եւ գործիքակազմի հնարավորինս լայն բացվածքով։ Այս տիպի փաստաթուղթն ունի երկու հիմնական նշանակություն։ Առաջին նշանակությունը ուղղված է արտաքին լսարանին։ Մեր համար կարևոր է, որ մեր լսարանը, այս դեպքում հասարակության լայն շերտերը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները, ընկալեն հանձնաժողովի գործառույթի բովանդակությունը եւ հանձնաժողովի գործառույթների տրամաբանությունը։ Ինչ եղանակով է հանձնաժողովն իրականացնում իր կոնկրետ լիազորությունը։ Դրանից բացի, այս ֆորմատի փաստաթուղթը ունի նաև ուսուցողական բնույթ, որովհետև նոր եկած աշխատողին կամ աշխատակազմի այն անդամներին, ովքեր նոր են զբաղվում այդ լիազորությամբ կամ լիազորությունը ընդլայնվել էր կամ նորացվել էր, ավելի հեշտ կլինի արագ ընտելանալ, արագ մտնել, այսպես ասած, գործի մեջ, երբ կա արդեն պատրաստի փաստաթուղթ, որը նկարագրում է ամբողջ ճանապարհային քարտեզը գործընթացի։ Այսինքն ինչպես սկսել վարույթը, ինչպես գնահատել, ինչպես հավաքագրել տեղեկատվությունը, այսինքն այն բոլոր փուլերը, որ մենք հիմա կփորձենք այս զրույցի ընթացքում քննարկել, այդ բոլոր գործընթացների նկարագրությունը մեկ փաստաթղթում օգնում է ձեռքի տակ ունենալ, հիմնական ճանապարհային քարտեզը գործողությունների։ Դրա ներքո արդեն վերջին փուլը, ամենացածր մակարդակը, այսպես ասենք, դա ձեռնարկներն են, որոնք ուղղված են արդեն այս նկարագրված ամբողջ ճանապարհային քարտեզից ինչ որ առանձին հատվածների, որոնք հնարավոր է շարունակեն խրթին լինել ընկալման համար կամ առանձին կետերում ունենան հավելյալ բացատրության կարիք, դրանց վերաբերյալ առանձին փոքր ձեռնարկների ընդունումը, որը կրկին խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է ու այս դեպքում արդեն ամբողջովին ուղղված է ներքին լսարանի համար, այսինքն համապատասխան աշխատողի ձեռքի տակ հենց հեշտ ուղեցույց ունենալու, հեշտ փաստաթուղթ ունենալու, որը կուղղորդի իրեն։ Այսինքն փաստացի օրենքն ու կարգը ապահովում են նորմատիվ բազան, օրենսդրական կարգավորման, իսկ ուղեցույցն ու ձեռնարկը ինքնին հանդիսանում են խորհրդատվական բնույթի փաստաթուղթ։ Այս դեպքում մենք խոսում ենք ուղեցույցի մասին, հենց այդ տրամաբանությամբ, որ համակենտրոնացման գնահատման ուղեցույցը կարևոր է նաև ընդգծել մեր լսարանի համար, որ պարտադիր կիրառման փաստաթուղթ չէ։ Այսինքն հիմնական բովանդակությունը նկարագրել բոլոր տեսակի համակենտրոնացումների դեպքում հնարավոր բոլոր ռիսկերի վերաբերյալ արկա հնարավորինս, հավաքագրված ամբողջ գործիքակազմը, որպեսզի աշխատակիցը ինքնին կարողանա ընտրել այն գործիքները, որ պետք են կոնկրետ վարույթի շրջանակներում, գնահատման գործընթացի շրջանակներում եւ արտաքին լսարանն էլ հասկանա, թե ինչ գործիքների ամբողջություն ունի, ինչ գործիքակազմ ունի հանձնաժողովը։ Համակենտրոնացումները գնահատելու համար նախ պետք է հանձնաժողովը ունենա տեղեկատվություն։ Այ հետաքրքիր է, որտեղից է հանձնաժողովը տեղեկատվությունը վերցնում եւ ընդհանրապես տեղեկատվության հավաքագրման գործընթացը ինչպես է տեղի ունենում։ Պետք է նշեմ, որ համակենտրոնացման գնահատման համար ստացվող տեղեկատվության ստացման աղբյուրները բազմաթիվ են։ Առաջին հերթին պետք է նշեմ համակենտրոնացման մասնակիցների կողմից ստացվող տեղեկատվությունը։ Այս հիմնականում համակենտրոնացման մասնակիցներն են ներկայացնում այն հիմնական տեղեկատվությունը, որը հանձնաժողովին անհրաժեշտ է համակենտրոնացման գնահատումը պատշաճ իրականացնելու համար։ Գործընթացը սկսվում է հետևյալ կերպ, այն դեպքերում, երբ պայմանական տնտեսվարող սուբյեկտները նախատեսում են համակենտրոնացում իրականացնել, օրինակ փայաբաժնի ձեռբերման գործարք են նախատեսում իրականացնել, եւ տվյալ տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական ցուցանիշները այնպիսին են, որ ըստ հանձնաժողովի սահմանած որոշման այդ համակենտրոնացումը հայտարարագրման ենթակա համակենտրոնացում է։ Այդ պարագայում տնտեսվարող սուբյեկտները ունեն պարտավորություն համակենտրոնացումը հայտարարագրելու։ Դրա համար տնտեսվարող սուբյեկտները համակենտրոնացում են ներկայացնում դիմում եւ հայտարարագիր համակենտրոնացման գնահատման նպատակով։ Համակենտրոնացման հայտարարագիրը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որում ներառված է ամբողջական տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների, նրանց գործունեության ոլորտների, ակտիվների, հասույթի չափերի, գործարքի գնի եւ մի շարք այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին իր գնահատման գործառույթը պատշաճ իրականացնելու համար։ Ու այս պարագայում հատկանշական է այն, որ եթե համակենտրոնացման մասնակիցները չներկայացնեն հայտարարագրով սահմանված ամբողջական տեղեկատվությունը, դա հիմք է հանձնաժողովի համար տվյալ համակենտրոնացման գնահատումը մերժելու։
ու հայտարարագրի միջոցով հանձնաժողովը, ինչպես նշեցի, ստանում է այն հիմնական տեղեկատվության մասը, սակայն դրանից բացի համակենտրոնացման մասնակիցները համակենտրոնացմանից ներկայացնում են ֆինանսական հաշվետվություններ, իրենց իրացման ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։ Միաժամանակ շատ հաճախ տնտեսվարողները հենց իրենք են համակենտրոնացման շրջանակներում այն ապրանքային շուկան, որտեղ պատրաստում են գործել, իրականացնում ապրանքային շուկայի վերաբերյալ վերլուծություններ եւ ներկայացնում են հանձնաժողովին այն համատեքստում, որպեսզի հանձնաժողովը համոզվի, որ այս ապրանքային շուկայում չեն առաջանա մրցակցային ռիսկեր տվյալ համակենտրոնացման արդյունքում։ Մյուս կողմից համակենտրոնացման մասնակիցները նաև կարող են ներկայացնել այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը ըստ իրենց կարող է հանձնաժողովին անհրաժեշտ լինել գնահատման համար։ Պետք է նշեմ նաև, որ եթե հանձնաժողովը հենց այդ փուլում ներկայացված տեղեկատվության փուլում հայտնաբերում է, որ պայմանական համակենտրոնացման մասնակիցները նախատեսում են գործարքի արդյունքում բարձրացնելու իրենց կողմից իրացվող ապրանքների գները կամ վատթարացնելու ապրանքի որակը եւ այլ տեղեկատվություն, որը կարող է հիմք հանդիսանալ համակենտրոնացումը արգելելու համար, հենց հանձնաժողովը այդ տեղեկատվությունը գնահատում է հենց հասկանալու համար, արդյոք հետագայում կարող է այս համակենտրոնացումը հանգեցնել մրցակցության սահմանափակման։ Համակենտրոնացման գնահատման համար տեղեկատվության ստացման հաջորդ աղբյուրը դա սպառողների կողմից ստացվող տեղեկատվությունն է, որովհետև հենց սպառողների միջոցով է հանձնաժողովը ստանում, թե օրինակ ինչպիսին է այդ համապատասխան ապրանքային շուկայում սպառողի տնտեսական վարքագիծը, որ տնտեսվարող սուբյեկտներին կամ որ ապրանքներին է սպառողը տալիս նախապատվություն։ Շատ հաճախ սպառողների ներկայացրած տեղեկատվությունը կարևոր է լինում նաև հասկանալու համար, թե օրինակ ինչպես է անդրադարձել նախկինում տվյալ ապրանքային շուկա նոր մրցակիցների մուտքը ընդհանուր առմամբ սպառողների վրա։ Բացի այդ, սպառողների շրջանում հանձնաժողովը անցկացնում է մի շարք հարցումներ, օրինակ պայմանական հարցումները այսպիսի բնույթ կարող են ունենալ, թե արդյոք սպառողը կփոխարինի տվյալ ապրանքը այլ տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող ապրանքով, եթե իր ընտրած ապրանքի գինը բարձրանա որոշակի չափով, ու դրա հիման վրա հանձնաժողովը շատ դեպքերում կարողանում է հասկանալ տվյալ սուբյեկտի կողմից իրացվող ապրանքը եւ մյուս սուբյեկտի կողմից իրացվող ապրանքը արդյոք փոխադարձ փոխարինելի են թե ոչ։ Տեղեկատվության ստացման մյուս աղբյուրը տնտեսվարող սուբյեկտների մրցակիցների կողմից ստացվող տեղեկատվությունն է, որովհետև հենց ապրանքային շուկայում գործող մյուս սուբյեկտներն են կարողանում ճիշտ նկարագրել, թե տվյալ ապրանքային շուկան ինչպես է գործում, սակայն ամեն դեպքում հաշվի առնելով այն, որ համակենտրոնացումը ուղիղ ազդեցություն է ունենալու հենց մրցակիցների վրա, նրանց ներկայացված տեղեկատվությունը կարող է կողմնակալ լինել, ուստի հանձնաժողովը չի հիմնվում միայն նրանց ներկայացված տեղեկատվության վրա եւ իրականացնում է ընդհանուր բազմակողմանի գնահատում հիմնված բոլոր կողմերի ներկայացրած տեղեկատվության վրա։ Եվ վերջում տեղեկատվության ստացման աղբյուրը նաև հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում ստացված փաստական տվյալները կլինեն դրանք ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվություն կամ վարույթների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվություն։ Եվ հետաքրքիր է համակենտրոնացումների գնահատման ընթացքում ինչ հիմնական ռիսկեր են դիտարկվում եւ ինչպես են դրանք գնահատվում։ Այստեղ մենք պետք է սկսենք մի կարևոր գաղափարից, ապրանքային շուկայի, որը կարմիր թելի պես անցնում է ամբողջ գնահատման գործընթացի միջով։ Գործընկերս արդեն նշեց, որ հիմնական համակենտրոնացումների գնահատման, ավելի շուտ տարորոշման հիմնական հատկանիշը հենց ապրանքային շուկայի որոշումն է։ Այս դեպքում սկսենք նրանից, որ ապրանքային շուկայի հատկորոշումը եւ ապրանքային շուկայի գնահատումը ինքնին բազային, կետն է, որից սկսվում է ամբողջ գործընթացը։ Որտեղ անհրաժեշտ է հասկանալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության աստիճանը, մասնակիցների կառուցվածքը, մուտքի խոչընդոտների առկայությունը կամ բացակայությունը, որտեղ այս հանգամանքներն են ինքնին ապահովելու կամ ստեղծելու հետագային ռիսկերը, որ տեղի կունենան համակենտրոնացման ձևավորման դեպքում։ Հիմա եթե խոսենք հենց գնահատման գործընթացից, հիմնական մեխանիզմը, այսպես ասած, թե ինչ տարբերակով է հանձնաժողովը գնահատում համակենտրոնացումը, կապված է այսպես կոչված հակափաստարկի մեթոդի հետ։ Այսինքն, երբ մենք համատում ենք համակենտրոնացման դեպքում մրցակցային իրավիճակը, այն դեպքի հետ, երբ որ համակենտրոնացումը տեղի չի ունենում։
Այսինքն մենք ունենում ենք ոնց որ այս երկփեղկված, հա, տրամաբանությունը, որտեղ մի դեպքում խոսքը գնում է նրա մասին, որ ձևավորվեց նոր ընկերություն կամ ձեռք բերվեց փայլաբաժին, մյուս դեպքում այդ գործարքն ուղղակի տեղի չունեցավ։ Եվ մեր հիմնական նպատակը համեմատել մրցակցային իրավիճակները, հասկանալ արդյոք այն կվատթարանա գործարքի իրականացման դեպքում։ Այստեղ կարևոր է նաև ընդգծել, որ դիտարկում են ոչ միայն, հա, գործարքի հիման վրա բացասական ազդեցությունները հենց շուկայի վրա, դիտարկում են նաև այն ռիսկերը կապված օրինակ համակենտրոնացման մասնակիցներից մեկի շուկայից դուրս գալու հետ, եթե օրինակ գործարքը տեղի չունենա։ Այսինքն նաև դիտարկում են չլինելու դեպքում հնարավոր բացասական հետևանքները մրցակցային միջավայրի վրա։ Հիմա հաշվի առնելով հարցի հենց, հա, շրջանակը կապված մրցակիցների միջև գործարքի հետ, այստեղ գործընկերս նշեց, որ դա կոչվում է հորիզոնական համակենտրոնացում, երբ մենք գործում ենք նույն ապրանքային շուկայում։ Այստեղ ազդեցության երկու հիմնական ուղղություն կա։ Մեկը միակողմանի ազդեցություն է, այսինքն երբ ձևավորված տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտների հետ միավորումը փայլաբաժնի ձեռքբերման կամ նոր տնտեսվարող սուբյեկտի ձևավորման հիմքում կունենա միանձնյա ազդեցության հնարավորություն ոլորտի վրա։ Այս դեպքում կարևոր է մի քանի հիմնական հատկանիշների ուսումնասիրությունը։ Առաջին հատկանիշը իհարկե, հա, ապրանքային շուկայի վերաբերյալ, որը որ սպառողներին էլ երևի ամենաշատն է հետաքրքրում եւ ընդհանրապես մրցակցության հստակ ազդակներից մեկն է գնային փոփոխությունները ոլորտում։ Այսինքն գնահատման հիմնական նպատակներից մեկը կարող է լինել հասկանալ արդյոք գները կփոխվեն, կաճեն կնվազեն, եթե տեղի ունենա գործարք։ Այս իմաստով հանձնաժողովն իրականացնում է գնային ճնշման տարբեր թեստեր, կապված այսպես կոչված շեղման գործակցի հետ։ Ինչ է իրենց ներկայացնում շեղման գործակիցը, դա փաստացի այն հարաբերակցությունն է իրավիճակի, փորձենք իրավիճակը նկարագրել, հա, նույն ոլորտում գործում են երկու ընկերություն, որոնք ամեն մեկը մի ապրանք է ներկայացնում իրացման, հա, ներկայացնում շուկային։ Այ առաջին ապրանքի գնի բարձրացման դեպքում իր կողմից կորսված եւ այ մյուս տնտեսվարողի կողմից գտնված սպառողների ցուցանիշն է շեղման գործակիցը։ Այսինքն իրավիճակ, երբ որ գնի բարձրացման պատճառով մարդիկ հրաժարվեցին գնել A ապրանքը եւ որոշեցին գնել B-ն։ Ինչի համար է սա պետք, որտեղ սա ցույց է տալիս համակենտրոնացման արդյունքում A ապրանքի գնի բարձրացման դեպքում կրկին ընկերությանը վերադարձող եկամուտը, որտեղ B-ն արդեն իր ընկերությունը կլինի։ Ու այս դեպքում գնային թեստերի հիմնական գաղափարը հաշվել այս սցենարի, այսինքն իրար մոտիկ ապրանքների դեպքում, հա, շեղման բարձր գործակցի պայմաններում փախած գնացած սպառողի կրկին ընկերություն մյուս ընկերության վերադառնալու սցենարին համադրել համատեղ ընկերության էֆեկտիվությունը, որտեղ փաստացի երբ որ դուք միավորում եք երկու ընկերություն, դուք միավորում եք նրանց ակտիվները, գործարար միջավայրը եւ մնացած ամեն ինչը բերում է հավելյալ էֆեկտիվության։ Եվ փաստացի այդ միավորման արդյունքում բարձր շեղման գործակիցը կբերի գների բարձրացման մոտիվացիայի, տնտեսվարող մոտիվացված կլինի բարձրացնել, որտեղ ունի հնարավորություն իրենից հրաժարվող սպառողներին այնուամենայնիվ մյուս ընկերությամբ իր մոտ բերել եւ մյուս կողմից ունի մոտիվացիա իջեցնելու գնել, որտեղ դարձել է ավելի էֆեկտիվ։ Եվ այս հարաբերակցությունը, հա, այս համեմատությունը ցույց է տալիս հեռանկարները կապված գնի փոփոխության հետ։ Մյուս կարևոր բլոկը ուսումնասիրության կապված հորիզոնական համակենտրոնացումների հետ կապված է սպეციფიկ իրավիճակի հետ, օրինակ երբ որ մենք խոսում ենք պետական գնումների շրջանակներում իրականացվող ծառայությունների, ապրանքների, ապրանքային շուկաների մասին, հա։ Այս դեպքում Առաջին հերթին պետք է հասկանալ պետական գնումների մասնաբաժինը այդ ոլորտի ձևավորման մեջ, որովհետև օրինակ մենք ունենք սպეციფიկ ոլորտներ, որտեղ ամբողջ ոլորտն ինքնին պետական գնումներ է։ Օրինակ ասֆալտապատման գործընթացը մասնավոր այլ հարաբերությունների տրամաբանության մեջ առնվազն մեր երկրի շրջանակում չի տեղավորվում, այն ամբողջովին պետական գնումների շրջանակում ձևավորված շուկա է։ Այս իմաստով կարևոր է հասկանալ կրկին արդյոք ընկերությունների միավորումը հետո չի բերի այդ պետական գնումների ժամանակ հնարավոր խախտումների առաջացման։ Ինչպես օրինակ պետք է պատասխանել այնպիսի հարցերին, ինչպիսիք են արդյոք նախկինում տնտեսվարող սուբյեկտները հանդիպել են իրար պետական գնումների ժամանակ, ովքեր գնում են համակենտրոնացման։ Արդյոք նրանցից մեկը մյուսին հաղթել է պետական գնումների ժամանակ։ Ինչ հաճախականությամբ են օրինակ նրանք տարբեր լոտերի շրջանակներում համանման ծառայություններ մատուցել։ Սա ցույց կտա փաստացի պետական գնումների նրանց փորձը, որն արդեն ձևավորվել է, եւ համանմանությունը ծառայությունների մատուցման։ Եվ երրորդ մեծ ուղղությունը, որ արդեն կապված է նոր թվայնացման գործընթացների հետ, դա էկոհամակարգերի ձևավորումն է, որովհետև մենք ձեր տաղավարում էլ անդրադարձել ենք այդ կարևոր հասկացությանը, ինչպիսին է ցանցային էֆեկտը, երբ մենք խոսում ենք իրավիճակի մասին, երբ սպառողի մոտ ձևավորվում է հավելյալ լոյալություն ծառայության նկատմամբ, կապված նրա հետ, որ ուրիշ ծառայություններից, ուրիշ սպառողներ նույնպես օգտվում են այդ ծառայությունից։
Կամ, հա, խաչաձև ցանցային էֆեկտը, երբ կողմերից ամեն մեկը մյուս կողմի սպառման արկայության պատճառով ել ավելի լոյալ է դառնում, հա, օրինակ, երբ որ մենք խոսում ենք marketplace-երի մասին, հա, էլեկտրոնային առևտրի հարթակների մասին, ձեր արկայությունը հարթակում էլ ավելի լոյալ է դառնում, երբ դիմացի կողմ ավելի շատ խանութներ են առաջանում։ Նույնապես խանութներն ավելի շատ են մոտիվացված մնալ այդ հարթակում, եթե այնտեղ շատ սպառողներ կան։ Այս տրամաբանությունը կարող է զարգանալ համակենտրոնացումների արդյունքում։ Ինչպես, երբ որ օրինակ marketplace-ը ձեռք է բերում վճարահաշվարկային համակարգ, ու արդյունքում նաև այդ ծառայությունը է կարող մատուցել։ Կամ օրինակ ձեռք է բերում առաքման ծառայություններ։ Ընկերությունը ձեռք բերում, որը դրանով է զբաղվում, արդյունքում եւս մեկ ծառայություն է կարող մատուցել։ Կամ օրինակ, հա, մատակարարում է, չգիտեմ, որոնողական համակարգ է, որը ձևավորում է հարթակ եւ սկսում է զբաղվել նաև առևտրով։ Փորձում է ձևավորել մի քանի ծառայությունների միավորում, որոնք ինքնին ձեզ համար ավելի հարմար են օգտագործման համար, քան այդ ծառայություններն առանձին։ Ինչը կոչվում է թվային էկոհամակարգ։ Այս ռիսկը ինքնին նորարարական է, այսպես ասած, հա, ուսումնասիրության իմաստով թե մեր մոտ թե արտասահմանում եւ կրկին առաջացնում է հնարավոր ռիսկեր կապված այդ էկոհամակարգերի ուժի շուկայական իշխանության հետ։ Միակողմանի ազդեցության իմաստով այս մասով այսքանը կապված մյուս ուղղության հետ, հա, էլի հորիզոնական համակենտրոնացումների գնահատման դա համակարգված ազդեցություններն են։ Երբ մենք խոսում ենք իրավիճակի մասին, երբ շուկայում մի տնտեսվարողը օրինակ այդ միավորման արդյունքում, հա, ձևավորված տնտեսվարողը ազդեցության հնարավորություն դեռ չունի, բայց ձևավորված միջավայրը մեծացնում է հակամրցակցային համաձայնության հավանականությունը։ Այսինքն, օրինակ, կոնցենտրացիան կենտրոնացվածությունը շուկայում այնպես փոխվեց, որ նրանք մոտիվացված են գալ ընդհանուր համաձայնության շուկայի օրինակ բաժանման վերաբերյալ։ Այս իմաստով կրկին հանձնաժողովը լայն սպեկտր գնահատողական ֆունկցիաներ ունի, մի քանիսը ուղղակի ընդգծեմ, օրինակ ապրանքի միատարրությունը։ Որքան միատար է ապրանք, այնքան մեծ է հավանականությունը հակամրցակցային համաձայնության, որտեղ դուք չեք կարողանում ձևավորել ձեր սպეციფიկ լսարանը, ձեր լոյալ սպառողներին, արդյունքում միավորվել ընդհանուր նպատակի շուրջ այլ տնտեսվարողներդ ավելի մեծ հավանականությամբ տեղի կունենա։ Իհարկե կենտրոնացվածությունը կրկին, ինչքան քիչ խաղացող կա շուկայում, այնքան մեծ է հավանականությունը, որ այնտեղ տեղի կունենա հակամրցակցային համաձայնություն։ Բացի դրանից, օրինակ, հակազդող ուժի գաղափարը, այս դեպքում գնորդի ուժի գաղափարը։ Արդյոք ձեր ոլորտում նույն պետական գնումների տրամաբանություն, հա, երբ որ կա մեկ գնորդ պետությունը նույնպես ունի ուժ ազդեցություն ունենալու այդ իրավիճակի վրա։ Ու սա հակազդում է ձեր հակամրցակցային համաձայնության գալու մոտիվացիային։ Եվ կարևոր հանգամանք է նաև գնահատել ոլորտում գործող տնտեսվարողների ներուժը։ Ինչի, որովհետև եթե դուք ունեք ինքնուրույն իրացման մեծացման ներուժ, դուք ավելի քիչ մոտիվացված եք գնալ համաձայնության ուրիշների հետ, որովհետև դուք ունեք հնարավորություն ինքնուրույն սեփական ռեսուրսներով մեծացնել ձեր մասնաբաժինը, մեծացնել ձեր ներկայությունը։ Կրկին հանգամանքների մեծ շրջանակ, այսինքն եթե հորիզոնական, հա, մրցակիցների միջև տեղի ունեցող համակենտրոնացման մասին ենք խոսում, այս երկու հիմնական գնահատողական ուղղությունն է, որ հանձնաժողովը կարող է դիտարկել։ Համակենտրոնացումներ, որքանով որ ես եմ հասկանում, կարող են տեղի ունենալ տարբեր բիզնես շահեր հետապնդող կողմերի միջև, ընդհանուր միջև մատակարար եւ ձեռքբերող։ Այս դեպքում ռիսկերը նույնն են արդյոք։ Այս ձեր նշած իրավիճակում մենք գործ ունենք ուղղահայաց համակենտրոնացումների հետ, երբ փոխկապակցված ապրանքային շուկաներում գործող, բայց միմյանց հետ մրցակից չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտները համակենտրոնանում են։ Այս պարագայում իհարկե ի տարբերություն հորիզոնական համակենտրոնացումների մրցակցային ռիսկերը այլ են եւ դրանց բնույթը եւ բովանդակությունը լիովին այլ է։ Կարող եմ նշել մրցակցային ռիսկերից օրինակ հիմնական տնտեսվարող սուբյեկտի հիմնական միջոցների նկատմամբ կամ մատակարարումների նկատմամբ սահմանափակումները, ինչը ենթադրում է, որ տվյալ պարագայում համակենտրոնացման մասնակիցներից մեկը տնօրինում է այնպիսի հիմնական միջոցի կամ ենթակառուցվածքի կամ բացառիկ ռեսուրսի, որը տնտեսվարող սուբյեկտները այլ սուբյեկտից ձեռք բերելու հնարավորություն ու այլընտրանք չունեն։ Այս դեպքերում մատակարար հանդիսացող տնտեսվարող սուբյեկտները շատ հաճախ հրաժարվում են այդ բնական իմ կողմից նշված բնական ռեսուրսները մատակարարել այլ սուբյեկտների հաշվի առնելով այն, որ դրանով նրանք կարողանալու են ապահովել, որ իր հետ համակենտրոնացած իրացման շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտը կկարողանա բարձրացնել տվյալ ապրանքի գները։ Քանի որ տվյալ դեպքում, երբ տնտեսվարող
սուբյեկտները, որոնք ցանկանում էին ձեռք բերել այդ բնական բացառիկ ռեսուրսը եւ մատակարարը հրաժարվում է նրանց տրամադրել այդ ռեսուրսը, նրանք չեն կարողանում ապրանքային շուկայում մրցակցել, քանի որ չունեն համապատասխան ապրանքը իրացնելու համար, ու դրա արդյունքում օգտվում է իրացման շուկայում գործող համակենտրոնացման մասնակիցը։ Նույն իրավիճակը կարող է առաջանալ նաև հակառակ սցենարի պարագայում, երբ հրաժարվում է ապրանքը ձեռք բերել կամ հիմնական միջոցից օգտվել արդեն իրացման շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները ի վնաս մատակարարման շուկայում գործող իր մրցակիցների։ Այս պարագայում տնտեսվարող սուբյեկտները քանի որ իրենց արտադրությունը մեծ է ու իրանք չեն կարողանում իրացնել իրենց արտադրության հիմնական ծավալը, քանի որ մյուս սուբյեկտը, որը պետք է ձեռք բերեր ու նախկինում ձեռք էր բերում տվյալ ապրանքները հրաժարվում է ձեռք բերել, ստիպված են լինում իրենց արտադրության ծավալները կրճատել, ինչի արդյունքում մասշտաբի էֆեկտի հաշվին տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի իրացման ինքնարժեքը ավելի է բարձրանում, տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում ապրանքը իրացնել ավելի բարձր գնով, ինչի արդյունքում անբարենպաստ իրավիճակում են հայտնվում այն սուբյեկտի կողքին, ով համակենտրոնացման մասնակից էր եւ գործում էր այս պարագայում իրացման շուկայում։ Մյուս ռիսկը, որ կարող է առաջանալ ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում, արդեն զգայուն, այսպես ասած, առիթվային զգայուն տեղեկատվության օգտագործման չարաշահումն է, քանի որ այս պարագայում կարող է համակենտրոնացման մի մասնակցից մյուս մասնակցի փոխանցվել շատ կարևոր տեղեկատվություն, որը կարող է օգտագործել տնտեսվարող սուբյեկտը այլ իր մրցակիցներին վնասելու նպատակով, օրինակ մյուս շուկայում գործող տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք գործում են մյուս շուկայում, կարող է նրանց տեղեկատվությունը, նրանց կողմից արդեն իսկ հավաքագրված տեղեկատվությունը օգտագործել այդ տնտեսվարող սուբյեկտի հաճախորդներին նույնականացնելու եւ մի շարք մարքեթինգային արշավներ իրականացնելու նպատակով։ Ուղղահայաց համակենտրոնացման արդյունքում առաջացող մրցակցային ռիսկերը սրանք էին, բայց պետք է նշեմ, որ միշտ չէ, որ ուղղահայաց համակենտրոնացումները կարող են հանգեցնել մրցակցության կանխման կամ սահմանափակման, եւ ցանկացած դեպքում հանձնաժողովը այս բոլոր ռիսկերի հաշվառմամբ իրականացնում է իր գնահատողական ֆունկցիան։ Իսկ հանձնաժողովը դիտարկում է գործոններ, որոնք կնվազեցնեն այս ձեր նշած ռիսկերը։ Միանշանակ հանձնաժողովը երբ արձանագրում է, որ համակենտրոնացման արդյունքում կարող է առաջանալ մրցակցության կանխման ռիսկ, նաև հաշվի առնում արդյոք այստեղ կան հակազդող գործոններ, որոնց շնորհիվ նույնիսկ եթե համակենտրոնացումը տեղի ունենա, մրցակցության կանխում ըստ էության մրցակցության կանխում կարող է տեղի չունենալ։ Այդպիսի գործոններից են օրինակ համակենտրոնացման արդյունքում տնտեսական արդյունավետության առաջացումը։ Տնտեսական արդյունավետության առաջացումն էլ կարող է դրսևորվել օրինակ ապրանքային շուկայում նորարարական ապրանքներ առաջարկելով կամ որակը բարելավելով կամ գները նվազեցնելով սպառողների համար, բայց ամեն դեպքում հանձնաժողովը տնտեսական արդյունավետության առաջացման հանգամանքը գնահատելիս ստուգում է արդյոք իրոք տնտեսական արդյունավետությունը առաջանալու է համակենտրոնացման իրականացման արդյունքում թե ոչ, եւ արդյոք չկա ավելի նվազ մրցակցությունը սահմանափակող միջոց, որի շնորհիվ կարող էր տվյալ տնտեսվարող սուբյեկտը հասնել նույն տնտեսական արդյունավետությանը։ Մյուս գործոնը, որը կարող է հակազդել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային վարքագիծ չդրսևորեն, հանդիսանում է գնորդի հակազդող ուժը, որովհետև կան գնորդներ, որոնք իրենց չափերից առևտրային նշանակությունից ունեն այնպիսի ծավալներ, ունեն այնպիսի ազդեցություն ապրանքային շուկայի եւ ապրանքային շուկայի մասնակիցների վրա, որ շատ դեպքերում կարող են իրենք թելադրել ապրանքային շուկայում կանոնները եւ օրինակ կարող է գնորդը այս պարագայում հրաժարվել տվյալ տնտեսվարող սուբյեկտի այլ ապրանքները գնելուց կամ կարող է աջակցել, որպեսզի այլ տնտեսվարող սուբյեկտ մուտք գործի ապրանքային շուկա եւ այդ միջոցով հակազդում է համակենտրոնացման մասնակիցների վարքագծի վրա։ Մյուս հակազդող ուժը արդեն ձախողվող տնտեսվարող սուբյեկտի առկայությունն է։ Այն դեպքում, երբ հանձնաժողովը տեսնում է, որ համակենտրոնացման մասնակիցներից մեկը ձախողվող տնտեսվարող է, նա կարող է թույլատրել համակենտրոնացումը, բայց այս պարագայում նույնպես հանձնաժողովը պետք է գնահատի արդյոք համակենտրոնացման
արդյունքում իրոք այս տնտեսվարող սուբյեկտը դուրս կմղվեր ապրանքային շուկայից կամ իր ակտիվները դուրս կմղվեին ապրանքային շուկայից կամ արդյոք արկա չէր այլ տնտեսվարող սուբյեկտ, որը այլընտրանքային սուբյեկտ, որը ձեռք կբերեր այս տնտեսվարող սուբյեկտին եւ իր կողմից ձեռքբերումը ավելի քիչ մրցակցությունը կվնասեր։ Օրինակ, երբ տարբեր ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից է իրականացվում այդ ընկերության ձեռքբերումը, մրցակցության կանխման ռիսկը ավելի մեծ է, քան այն դեպքերում, երբ օրինակ միևնույն ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտը ձեռք կբերեր այդ նույն ընկերությունը։ Եվ այս համատեքստում հանձնաժողովը իրոք բացահայտում է արդյոք արկա է այլընտրանքային ձեռքբերող թե ոչ, եւ գնահատման արդյունքում, եթե հայտնաբերվում է ձախողված ընկերություն, հանձնաժողովը թույլ է տալիս տվյալ համակենտրոնացում։ Եվ վերջում, քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է իր ավարտին, եկեք հասկանանք, այ համակենտրոնացումների գնահատման փուլը տեղի ունեցավ։ Դրանից հետո ինչ որոշումներ կարող է կայացնել հանձնաժողովը, խնդրեմ։ Եվ իրոք, ձեր եթերի ընթացքում մենք փաստացի անցանք ամբողջ ճանապարհը, հա, մենք հավաքագրեցինք տեղեկատվությունը, գնահատեցինք համակենտրոնացումը եւ ահա հանձնաժողովը այդ գործընթացի արդյունքում 3 հիմնական տարբերակ ունի, այսպես ասենք։ Եթե այն չի գտնում մրցակցային ռիսկերի գործընթացի մեջ, թույլատրում է համակենտրոնացումը։ Եթե մրցակցային ռիսկերն այնքան մեծ են, որ դրանք հնարավոր չի ոչ մի ձև կարգավորել, հանձնաժողովը կարգելի համակենտրոնացումը։ Եվ մենք ունենք երրորդ ճանապարհը, երբ հանձնաժողովը արձանագրել է մրցակցային ռիսկեր, բայց տեսել է գործողությունների հնարավորություն, որոնք կկասեցնեն այդ մրցակցային ռիսկերի իրականացումը, այսինքն իրական կյանքում տեղի ունենալը ու չեն վնասի շուկային։ Սա կոչվում է պայմանով թույլատրություն։ Կարևոր է ընդգծել, որ պայմանների որոշումը որոշվում է հանձնաժողովի կողմից, այսինքն որոշման շրջանակներում նկարագրվում է, որ թույլատրվում է, եթե կատարվում են այսպիսի գործողություններ։ Գործողությունների հիմնական երկու տեսակ են՝ կառուցվածքային կամ վարքագծային։ Կառուցվածքային դեպքում մենք խոսում ենք իրավիճակի մասին, երբ հանձնաժողովն օրինակ ասում է, որ պետք է ընկերության X գործունեություն, օրինակ տարբեր գործունեություն ծավալող մեկ ընկերություն է, եւ ասում է X գործունեության տեսակի ընկերությունը առանձնացրու վաճառի այլ տնտեսվարող սուբյեկտին, որովհետեւ դրա արկայությունը քո ընկերության մեջ կձևավորի այն մրցակցային ռիսկը հետագայում։ Կան նաեւ վարքագծային կանոններ, հա, այս դեպքում խոսքը գնում է վարքագծի վրա ազդեցության մասին։ Օրինակ, ընկերության մեջ այսպես կոչված արգելապատնեշների ստեղծումը, երբ որ ընկերության տարբեր բաժիններ ունեն հնարավորություն փոխանցել միմյանց տեղեկատվություն։ Այսպես այդ կարևոր տեղեկատվությունը, որը որ կապված է կոմերցիոն գործունեության հետ, չի տեղափոխվի ընկերության մի բաժնից մյուսը։ Կամ օրինակ կոնկրետ պայմանագրերում կետերի սահմանումը կամ հիմնական ապրանքների հասանելիության պարտավորության սահմանումը, երբ մենք ասում ենք այդ գործարքը կարելի է, եթե քո պայմանագրերում կա այս ֆորմատի կետ, կամ եթե դու պարտավորվում ես մշտապես հասանելիություն ապահովել քրիտիկական կարևոր ենթակառուցվածքին բոլոր տնտեսվարողների համար։ Կարևոր ընդգծումը ընդհանուր առմամբ պայմանի սահմանման հետևյալն է. պետք է պայմանի որոշման ընթացքում հանձնաժողովը դիտարկում է պայմանի կիրառելիությունը, հնարավոր է արդյոք այն իրականացնել։ Հնարավոր է արդյոք այն վերահսկել դրանից հետո, որովհետև դա շատ կարևոր է։ Օրինակ, հա, իրականացրեցինք, հետո չենք հասկանում ընկերությունը իրականացրեց թե չիրականացրեց, հետագայում պահպանեց այդ կանոնը թե չէ։ Շատ կարևոր է հասկանալ արդյոք մենք էֆեկտիվ մոնիտորինգի հնարավորություն ունենք, եւ դրանից բացի արդյոք դա ազդում է հենց այն խնդրի վրա, որ մենք արձանագրել էինք։ Եվ կարևոր եւս մեկ դրույթ կապված պայմանների հետ դրա ժամկետայնությունը։ Ինչքան ավելի արագ կիրառելի է պայմանը, այնքան ավելի էֆեկտիվ վերահսկողության իմաստով։ Այսինքն եթե մենք խոսում ենք գործարքի մասին, որ տեղի կունենա 2 տարի անց, մենք ունենում ենք ռիսկ, որ 2 տարվա ընթացքում այդ մրցակցային ռիսկերը, որ մենք մատնանշել ենք, արդեն շուկայի վրա ազդեցություն կունենան։ Ընտրության ժամանակ պայմանի հանձնաժողովը փորձում է գտնել ամենաարագ եւ ամենաէֆեկտիվ, ինչպես նաեւ վերահսկելի պայմանը, որը թույլ կտա մի կողմից չխաթարել տնտեսական գործունեությունը, հա, այսինքն թույլ տալ մարդկանց գործարքը, բայց միևնույն ժամանակ ապահովել մրցակցությունը շուկայում։ Շնորհակալություն այստեղ գտնվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում խաղի կանոնները հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։